Միջազգային շոու բիզնեսի շատ ներկայացուցիչների համար 2025 թվականը լուրջ փորձությունների տարի էր, որը նշանավորվեց մի շարք սկանդալներով։ Իդեալականացված կերպարների ֆոնին նրանց իրական կյանքի խնդիրներն ու անկումները ստեղծում են սուր հակադրություններ, գրավելով ուշադրություն եւ առաջացնելով հանրային հետաքրքրություն։ Ես կազմել եմ արևմտյան շոու բիզնեսի ամենամեծ սկանդալների ցանկը, որոնք տեղի են ունեցել 2025 թվականին։ Ողջույն բոլորին, բարի գալուստի Մալիքի, ես Անահիտն եմ, մենք այսօր կխոսենք այն մասին, թե ինչ է տեղի ունեցել 2025 թվականին, քանի որ մենք արդեն շեմին ենք նոր տարին դիմավորելու եւ հին տարին ճանապարհելու։ Ինչու՞ չէ, եկեք սկսենք ամփոփելը տարին, հասկանանք ինչ է տեղի ունեցել, ինչ լուրջ սկանդալներ են տեղի ունեցել շոու բիզնեսում եւ ինչ ուրախալի լուրեր, բայց ուրախալի լուրերը կթողնենք վերջում, որպեսզի հողբակի ավարտը մի փոքր դրական լինի, քանի որ տարին իսկապես շատ հետաքրքիր է եղել եւ սկանդալներով լի։ Ես ձեզ մաղթում եմ բարի դիտում, գնում ենք առաջ։ Վերջին տասնամյակի ամենահետաքրքիր եւ սկանդալային լուրը ոչ միայն վերջին տարի, 10 տարվա դա Փիրիդի ձերբակալությունն էր, բոլորը խոսում էին նրա մասին, ովքեր որ չգիտեին նրա մասին իմացան, թե նա ով է, ովքեր որ էլ գիտեին, մի փոքր ավելի հասկացան, թե նա ով է իրականում։ Դիդին ձերբակալել էին 24 թվականի հոկտեմբերին, իսկ դատը տեղի ունեցել 2025 թվականին, մայիսի 5-ից սկսած, եւ 2 ամիս շարունակ տևած դատավարության արդյունքում Դիդին ճանաչվել է մեղավոր միայն 2 հանցանքներում, 2 մեղադրանքներում, նրան տվել են դատավճիռ 50 ամիս բանտում անցկացնել եւ տուգանք $500,000 ընդամենը, բայց նախատեսվում էր, որ նա կմնա այնտեղ մոտ 50 տարի, ամենակիչը։ Բայց այդպես ստացվեց։ Ինչպես նաեւ տարվա վերջին PDD-ի մասին փաստավավերագրական ֆիլմ է նկարահանվել 50 Cent-ի հովանավորությամբ։ I kind of like Diddy. Այնտեղ պատմում է, թե ինչ վատ մարդ է փաստերով Դիդիի մասին, բայց քանի որ ես այն դեռ չեմ դիտել, ես իր մասին ոչ մի ինֆորմացիա տալ չեմ կարող, ես ոչ ոսկի ուզում եմ նայել, բայց դիպած պետք է նայեմ, որպեսզի ձեզ պատմեմ, որտեղ ես արդեն այնքան եմ ուսումնասիրել Դիդիի մասին, որ արդեն որ ստեղս մինչև կուշտեմ իրանից։ Բայց կփորձեմ նայել եւ հաջորդ հոլովակներում անպայման ձեզ կպատմեմ այդ վավերագրական ֆիլմի մասին, ինչքան շատ բան է բացահայտվել, ասում եմ, որ շատ բաներ է բացահայտվել։ Բայց դա արդեն մնաց մյուս տարին։ Այս տարվա գլխավոր թեման բնականաբար Դիդին էր։ Սկանդալներից եկեք հեռու չգնանք եւ դիպչենք եւս մեկ դատավարությանը, դա Blake Lively եւ Justin Baldwin-ի միջեւ տեղի ունեցած դատավարությունն էր։ Ինչպես հիշում եք, նրանք նկարահանել էին ֆիլմը, ռեժիսոր Justin Baldwin-ը նկարահանել էր ֆիլմ Colin Hoover-ի, մի րոպե։ Ես այդ գրքը ունեմ։ Colin Hoover-ի գրքի հիման վրա մեզանով դա ավարտվում է։ Ես ունեմ իր չեխերեն տարբերակը, ես սկսել եմ կարդալ չեխերենով։ Նկարահանվել է ֆիլմը այս դրամայի հիման վրա, Justin Baldwin-ին ռեժիսորն էր, իսկ Blake Lively-ին եւ նրա ամուսինը հանդիսացել էին այս ֆիլմի պրոդյուսերները։ Ֆիլմի արշավի ժամանակ, երբ որ պետքա ներկայացնեին ֆիլմը, փորձեն գովազդել, շատերը նկատեցին Blake Lively-ի վատ պահվածքը եւ սկսեցին նրա մասին վատ բաներ խոսել։ Blake Lively-ի հերթին այդ ամենում մեղադրեց Justin Baldwin-ին, 24 թվականի վերջին Blake Lively-ն հայց է ներկայացնում դատարան, մեղադրելով Justin Baldwin-ին սեքսուալ ոտնձգությունների մեջ։ Baldwin-ին 2025 թվականին հայց է ներկայացնում ընդդեմ Blake Lively եւ նրա ամուսնու Ryan Reynolds-ին, որտեղ ասում է, որ նրանք պարզապես զրպարտում են իր անունը եւ փորձել են իր ֆիլմը իրենից գողանալ, ներկայացնելով բազմաթիվ փաստեր, նամակներ եւ այդ ամբողջը տեղադրվել է հատուկ կայքում, որպեսզի մարդիկ են մտնեն եւ ուսումնասիրեն։ Ինչպես նաեւ Baldwin-ին նրանցից պահանջում է բարոյական վնասի հատուցում $400 միլիոն տեսքով։ Դատավորը որոշել է, որ դերասանուհու ռեժիսորի կողմից սեռական ոտնձգությունների մասին մեղադրանքը ճշմարիտ է եւ որ նրա դեմ չի կարող դատական հայց ներկայացվել ի հայտարարությունների համար։ Դատարանը նաեւ մերժել է Baldwin-ի The New York Times-ի դեմ ներկայացված զրպարտության հայցը։ Չնայած ես վստահ եմ, որ այս պատմության մեջ միակ զոհը Justin Baldwin-ն է, բայց Ամերիկայում ավելի շատ ուշադրություն է դարձնում կնոջ հայտը, քան թե տղամարդու, հատկապես երբ որ խոսքը վերաբերվում է սեռական շահագործմանը։ Իսկ Blake Lively-ն եւ Ryan Reynolds-ը բավականին ազդեցիկ մարդիկ են, ովքեր որ ունեն կապեր եւ գումար կարող են հաղթել Justin Baldwin-ին։ Այն էլ այն բանից հետո, երբ նրանք ամբողջությամբ սպանեցին եւ թաղեցին նրա կարիերան։
Ոչ պակաս սկանդալի մեջ էր հայտնվել Քեթի Պերին, այն էլ 2 եւ 3։ Քեթի Պերին մի քանի տարի առաջ իր զուգընկերոջ Օրլանդո Բլումի հետ ձեռք է բերում բնակարան $9 միլիոն եւ այնուհետև պետք է վճարեր $6 միլիոն վերջնական գործակը կնքելուց հետո։ Բայց այն մարդումից, որ գնել էր Քեթի Պերին բնակարանը, փորձել է չեղել համարել այդ հայտը, իրեն պահել այդ $9 միլիոն եւ տունը, մակագրելով այսպես, որ նա վաճառող պապիկը նա չուներ այդ պահին սթափ գիտակցության հնարավորություն, նա սթափ չէր, այդպես վաճառող տունը վաճառել է։ Քեթի Պերին մի քանի տարի շարունակ պայքարել է եւ այդ տունը վերջապես կարողացել է դատարանով պահել իրեն եւ վճարել է մնացած հատվածը գումարի եւ սպասել է թե երբ որ գալու իր հերթ այդ տունը մտնելու։ Բայց պապիկը հիմա որ գտնվում է հոսպիսում, ասել է, որ Քեթի Պերին իրեն վռնդում է իր սեփական տնից, քանի որ նա վետերան է, պատերազմի մասնակից, իսկ Քեթի Պերին հարուստ եւ լկստված երգչուհի չի ցանկանում, որպեսզի այդ մարդը իր տան մեջ հանգիստ մահանա։ Շատերը մեղադրում են Քեթի Պերին, որ նա փորձում է պապիկին տնից դուրս վռնդել, չհետաքրքրվելով թե ինչ է իրականում տեղի ունենում, որ նա պարզապես օրինական ճանապարհով ձեռք է բերել այդ տունը այդ մարդից, իսկ այդ մարդը պարզապես խարդախություն է անում, ցանկանում է իրեն պահել այդ վերջին օրերին $9 միլիոն եւ տունը։ Բայց դատարանը եւ լրագրողները կարողացան մարդկանց ուղեղներին լույս սփռել եւ ներկայացնել ամեն ինչպես որ կա։ Իսկ ինչն է պատճառը, որ Քեթի Պերին վատ են վերաբերվում շոու բիզնեսում, կարելի ասել դա նրա թռիչքներ դեպի տիեզերք։ 2025 թվականի ապրիլի 4-ին երգչուհի Քեթի Պերին 5 այլ կանանց հետ միասին կատարել էր ենթաուղեծրային թռիչք դեպի տիեզերք Ջեֆ Բեզոսին պատկանող հրթիռային կապսուլայով։ Այս համարձակալի համար երգչուհին սոցիալական ցանցերում ենթարկվել է քննադատության, այլ ոչ թե հիացմունքի։ Շատերը հվրդողվել էին, քանի որ չէին կարողանում վճարել իրենց վարձավճարները կամ գնել մթերք, սակայն հսկայական գումարներ են ծախսում անհասկանալի տիեզերական թռիչքների վրա։ Ինչ որ մեկը մեղադրել է Քեթիին շրջակա միջավայրը աղտոտելու եւ անհեթեթ թանկ սելֆի անելու ցանկության մեջ։ Օգտատերերի մեծ մասը հետաքրքրում է թռիչքի նպատակի բուն իմաստը, իսկ նպատակը թռիչքի գովազդելն էր իրենց կապսուլաները, որ հարուստ մարդիկ կարող են ոչ միայն ճանապարհորդել սեփական ինքնաթիռներով կամ սեփական նավերով, այլ նաև կարող են ճանապարհորդել դեպի տիեզերք իրենց սեփական կապսուլաներով։ Այս տարի Քեթի Պերին բաժանվել էր իր զուգընկերոջից, ումից որ երեխա ունի, Օրլանդո Բլումից դերասան ում շատ եմ սիրում։ Եվ արդեն նա նոր զուգընկեր ունի, նրա նոր զուգընկերը Ջաստին Տերուն է, Կանադայի նախկին վարչապետը։ Ամենակնարկվող թեման, որը տեղի ունեցել շոու բիզնեսում, այն մարդկանց մասին, ովքեր ընդհանրապես կապ չունեն շոու բիզնեսի հետ։ 2025 թվականի ամռանը Coldplay խմբի համերգից մի տեսանյութ շրջանառվել է համացանցում, որտեղ զույգին նկատել է համբույրի տեսախցիկը։ Տեսախցիկը ֆիքսել էր $1 միլիարդ աստրոնոմեր ընկերության գործադիր տնօրեն Էդի Բայրոնը եւ ընկերության կադրերի ղեկավար Քրիստին Քաբոտին։ Խմբի վոկալիստը առանց որևէ կասկածի մեկնաբանել է. «Օ, նայեք այս երկուսին»։ Սիրահարները միմյանց գրկած էին, բայց երբ հայտնվում են մեծ էկրանին, ամոթից Բայրոնը անմիջապես հեռանում է Քաբոտին եւ փորձում թաքնվել, մինչդեռ կինը ձեռքերով ծածկում է դեմքը։ Այդ պահին կարելի էր մտածել, որ զույգին պարզապես հաճելի չէր չափազանց մեծ ուշադրությունը, բայց պարզվել է, որ Էդին ամուսնացած է եւ ունի 2 երեխա։ Նրանց այսպիսի բուռն արձագանքը ստիպեց, որպեսզի հոլովակը տարածվի ամբողջ աշխարհով մեկ եւ մարդիկ սկսել են քննարկել, թե ովքեր են այս զույգը եւ ինչու են պահում իրենց դեմքը։ Պարզվում է, որ երկուսն էլ ամուսնացած են այլ մարդկանց հետ եւ միմյանց հետ սիրային կապերի մեջ են։ Այդ մասին տեղյակ էր նաեւ նրանց քարտուղարուհին։ Այս դեպքերից հետո ըստ համաձայն Ամերիկայում գործող օրենքի երկուսն էլ ազատվել են աշխատանքից։ Նրանց հետապնդում են լրագրողները։ Զույգը անգամ հասցրել է ամուսնալուծվել։ Տղամարդը իր կնոջից, իսկ Քրիստինը իր ամուսնուց։ Դուք դիտել եք Էյֆորիան։ Եթե չի, ապա դուք գոնե ճանաչում եք Սիդնի Սուինին։ Ես ոչ Էյֆորիան եմ դիտել եւ ոչ ճանաչել եմ Սիդնի Սուինին։ Ես նրան միայն իմացել եմ այն կերպարով, երբ որ նա հագել էր Անջելինա Ջոլիի զգեստը Օսկարի ժամանակ։ Այդտեղից իմացա, թե նա ով է։ Հետո հասկացա, որ հա, ես իրեն մեկ էլ տեսել եմ Սպիտակ Լոտուսում, քանի որ ես Սպիտակ Լոտուս ամբողջությամբ չեմ դիտել։ Մեն առաջին սեզոնից 2 սերիա նայեցի ու հասկացա, որ իմ ժամանակը շատ թանկ է։ Ես հասկացա, որ այդ սերիալը ինձ ուղղակի հետաքրքիր չի։ Այդտեղ չկա ինձ համար ոչ մի բան, որ դուր կգա։ Սիդնի Սուինին ամռանը նկարահանվում է Golden Eagle ջինսերի գովազդներում, դառնում է նրա դեմքը։ Եվ ամեն ինչ սկսվում է հենց այդտեղից։
Օգոստոսին American Eagle-ը թողարկել է գովազդային հոլովակ, որի սկզբում պատկերված էր 28-ամյա դերասանուհու պաստառը Սիդնի Սուինին հիանալի գեներ ունի մակագրությամբ։ Դերասանուհու կադրում հայտնվելուց հետո կարգախոսը փոխվել է, դարձել է Սիդնի Սուին հիանալի ջինսեր ունի։ Սա բառախաղ է։ Գովազդը վրդովմունք է առաջացրել բազմաթիվ մարդկանց շրջաններում, ովքեր բառախաղը համարել են հղում Եվգենիկային, սպիտակամորթների ռասայական մաքրությանը, կեղծ գիտական հայեցակարգին, որն ակտիվորեն խթանվում էր նացիստական Գերմանիայում և Միացյալ Նահանգներում 20-րդ դարի սկզբին։ Վերջին հարցազրույցից մի հատված է տարածվել ցանց, որտեղ դերասանուհին հրաժարվել է ներողություն խնդրել վիդեոկահարույց բառախաղի համար, որը ընկալվել էր որպես ռասայական գերազանցության ակնարկ։ Նրա արհամարհական արտահայտության կադրերը արագորեն տարածվել են ամբողջ համացանցում և դարձել են մեմեր։ Ենթադրվում է, որ այս հակասական գովազդային արշավի պատճառով է, որ նրա վերջին 3 ֆիլմերը կասայում չեն հավաքում բացարձակ ոչ մի տիպի գումար և դիտումներն էլ շատ վատ են, իսկ նրա դերասանական խաղը հարցականի տակ է։ Ինձ թվում է այս պատմության մեջ ամենամեծ շահը եւ պլյուսը ունեցել է American Eagle-ը, որովհետեւ ով գիտեր նրանց մասին Ամերիկայից դուրս։ Անկամ Ամերիկայում են նրանց մասին մոռացել, որ կա նմանատիպ ջինսային բրենդ։ Մոռացել էին նրանց, ու այս պատմության շնորհիվ նրանց կրկին վերհիշեցին։ Իսկ Սիդնի Սուինի այդ դեմքի արտահայտությունը, որ եթե նա ուզենար ներողություն խնդրել, նա վաղուց դա արած կլիներ։ Ինձ թվում է մի փոքր սխալը ամբողջությամբ մեղքը գցել նրա վրա, որովհետև նա չէր սցենարը գրել, նա չէր որոշել դա ասել, չնայած նա ուներ իրավունք դա չասելու, բայց դա ամեն դեպքում ինձ թվում է այդ մարդու այդքան քննադատել էլ պետք չէր, ինչքան որ ընկերությանը American Eagle-ին։ Ինչ եք կարծում դուք, գրեք մեկնաբանություններում ձեր կարծիքը այս հարցի մասին եւ գրեք ճանաչում եք Սիդնի Սուինին, թե ոչ։ 2025 թվականը նշանավորել է ոչ միայն ապահարզաններով, բաժանումներով, այլ նաև ամուսնություններով եւ նշանադրություններով։ Ամենաշքեղ եւ կարելի ասել տարվա հարսանիքը դա Լորեն Սանչեսինն է եւ Ջեֆ Բեզոսինն է, Amazon-ի տնօրենին։ Այս սկանդալային զույգը ամուսնացել է Վենեցիայում։ Նրանց հյուրերի շարքում էին շատ հայտնի աստղեր, ինչպիսիք են Քիմ Քարդաշյանը, Օրլանդո Բլումը, Լեոնարդո Դիկապրիոն, Սիդնի Սուինին, Գորդանանի Թագոհին եւ այլն։ Ինչու էր այս թեման այսպես շահարկվել, ինչու էին բոլորը խոսում այդ մասին, որովհետև մեծահարուստները իրենց կարողացել են թույլ տալ ներկայացնել ամբողջ քաղաքը եւ նշել իրենց հարսանիքը։ Իսկ իտալացիները այդքան էլ գող չէին, որ իրենց երկիր туриզմը զարգանում է։ Փորձել են ամեն կերպ նվաստացնել Amazon-ի տնօրենին, բայց նա էլ իր հերթին, Ջեֆ Բեզոսն իր հերթին շատ ասենց խելացի եւ տակտիչնի բան արել։ Հյուրերին խնդրել են նվիրաբերել Իտալիայում, Վենեցիայում գործող բարեգործական ընկերություններին գումար, այսինքն նվերի փոխարեն մեզ պետք է նվեր տաք, այդ գումարը տվեք բարեգործական ընկերություններին, որտեղ մենք այնքան փող ունենք, տվեք այդ մարդկանց, ովքեր չունեն 2 կոպեկ, այլ տենց մի $100,000, կես միլիոն $, մի կոպեկներ, գրոշներ, այլի։ Նայեք այնտեղ, համեր իտալացիները սուս կմնան։ Ու իտալացիները սուս են մնում։ Այդ թեման ընդհանրապես շահարկվում է 2-3 շաբաթ։ Ես այդ պահին չեմ հասկանում իտալացիները խին այդպես բողոքում, որ իրանց քաղաքում հարսանիք անցկացվում, որովհետև դա իր հերթին գրավում է մարդկանց ուշադրությունը այդ երկրի վրա։ Ճիշտ է, Իտալիան պակաս չունի ուշադրության, բայց միլիոնավոր դոլարներ մտան պետբյուջե։ Դա վատ է, դա շատ լավ է, շատ լավ։ Ուղղակի մարդիկ երևի պարապ են եղել։ Ինչ չէ, պարապ են հելենք։ Երկու բան գցենք, իմանանք արել ենք։ Ամուսնացավ այս տարի վերջապես Սելենա Գոմեսը իր սիրելի Բենի Բլանկոյի հետ, հարսանիքը շատ գեղեցիկ էր, նրա զգեստն էր գեղեցիկ, նա էր շատ գեղեցիկ, շատ կադրեր մեզ չեն հասել, միայն Vogue-ի տրամադրած կադրերն են եւ մի քանի կադրեր Սելենայի կողմից, մենք նրան երջանկություն ենք մաղթում բնականաբար։ Այս տարի նշանադրվել է Taylor Swift-ը առաջին անգամ։ Շատ մեծ աղջիկ է, բավականին ընկերներ ունեցել, բայց առաջին անգամ նշանադրվել է ֆուտբոլիստի հետ։ Շնորհավորում ենք Taylor Swift-ին իբր պատահական նրա նշանադրությանը, որտեղ ամեն բան կազմակերպված էր։ Այս տարվա վերջում ամուսնացել է նաև Քիմ Քետրելը։ Հիշում եք նրան։ Նա ամուսնացել է շատ փոքր եկեղեցում, իր սիրեցյալի հետ, ով նրանից փոքր է 16 տարով։ Բայց դա չի խանգարում, որպեսզի նա վայելի երջանկությունը եւ մենք նրան մաղթում ենք միմիայն երջանկություն եւ մեծ սեր, քանի որ Սամանտային սիրում են բոլորը։
Հոկտեմբեր ամսին աշխարհի ամենահայտնի մենեջեր, ամենահարուստ եւ ազդեցիկ կանանցից մեկը Քրիս Ջեները նշեց իր 70-ամյակը։ Նա նշել է Բեզոսների տանը, որը գտնվում է Լոս Անջելեսում։ Հրավիրված են բազմաթիվ բիզնեսմեններ, բազմաթիվ աստղեր, որոնց թվում են Ջասթին Բիբերը, Հեյլի Բիբերը, Սասեքսները, Մեգանը եւ Հարին, Մրայա Քերին, Բիոնսը, Ջեյզին, մի խոսքով շքեղ ծննդյան արարողություններ, հիանալի նկարներ են մեզ այնտեղից բաժին հասել, բայց ամենասկանդալայինը այն է, երբ որ Քրիս Ջեները եւ Քիմ Կարդաշյանը իրենց սոցցանցերից ջնջել են Մեգանի եւ Հարիի հետ նկարները։ Այս միջադեպը իրադարձությունը ստեղծել է բազմաթիվ բամբասանքներ եւ լուրեր։ Այդ խիեն ջնջել Մեգանին Հարին։ Պարզվել է, որ Մեգանը եւ Հարին թույլտվություն չեն տվել, որպեսզի իրենց նկարները հայտնվի սոցցանցերում։ Բայց եթե գնացել էր այդ մարդու ծնունդին չէր սպասում, որ մի անկյուն նստես, մարդիկ քեզ կանչեն, որովհետեւ դուք ունեք անուն, որը նրանց պետք է, չէ՞ որ դուք էլ ձեր հետ Մեգան եւ Հարին իրենց հետ տանում էին Քրիս Ջեների տուն հավելյալ խոսակցություններ, խոսալու թեմա, մեդիա հարթակում, որպեսզի նրանց մասին ավելի շատ խոսեն, թե ծննդյան եւ թե իր աղջիկների փող են աշխատում մարդիկ, դրա համար են ձեզ կանչել, ոչ թե ձեր բարիության եւ սիրուն աչքերի, որ այդքան էլ էպես չի։ Ու տենց եւս մեկ անգամ Սասեքսի տքսուհին կրկին իր անվան վրա մեծ խազ քաշեց։ Բայց ծննդանցավ շատ գեղեցիկ, Քրիսը հիանալի տեսք ունի, հիանալի։ Այս տարվա լուրերն այսքանն են։ Ես հուսով եմ, որ կարողացա բարձրացնել ձեր տրամադրությունը իմ ամանորյա անկյունով եւ իմ ամանորյա տրամադրությամբ։ Ես մաղթում եմ ձեզ գալիք տարում երջանկություն, խաղաղություն, եղեք առողջ, եղեք երջանիկ եւ լավ մնացեք։ Մենք շատ շուտով կհանդիպենք հնարավորապես տարի, հնարավորապես մյուս տարի։ Mēs կհանդիպենք։